Շնորհակալություն, մտքերի փոխանակությունը ավարտվեց։ Եզրափակիչ ելույթի կարիք տեսնում եք, պարոն Խաչատրյան, պարոն Ղազարյան, համեցեք։ Շնորհակալություն, հնարավորությունը օգտագործեմ պարոն Հովհաննիսյանի հարցին պատասխանելու համար։ Պարոն Հովհաննիսյան, ԱՊՀ տարածքում միջպետական հետախուզումների արդյունավետությունը պատկերացնելու համար թերևս պետք է անդրադարձ կատարենք վիճակագրությանը։ 2025 թվականի փետրվարի 28-ի դրությամբ առնվազն ձեռքի տակ եղած տվյալներով ԱՊՀ հետախուզում ընդհանուր առմամբ հայտարարված է բոլոր պետությունների կողմից 160,000-ից ավել անձի նկատմամբ։ 2024 թվականի ընթացքում միջպետական հետախուզում է հայտարարվել ուրեմն մեր կողմից, ներքին գործերի նախարարության կողմից 1200-ից ավելի անձի նկատմամբ, համապատասխան տվյալները 2023 թվականին 867, 2022 թվականին 1400-ից ավելի։ Միաժամանակ նաև մենք ինտենսիվ համագործակցություն ունենք ԱՊՀ անդամ պետությունների հետ մեր տարածքում հայտնաբերված հետախուզվողների փոխանցման հետ կապված եւ նշեմ, որ ընդհանուր առմամբ 2022-ից 2024 թվականի ընթացքում ներքին գործերի նախարարության ոստիկանության կողմից հայտնաբերվել են 700-ից ավելի անձինք եւ փոխանցվել ուրեմն ԱՊՀ անդամ պետությունների մեր գործընկերներին։ Ըստ այդմ մնացած հարցերը կարծում եմ անհրաժեշտ է դիտարկել յուրաքանչյուրը, այսպես ասած, case by case տրամաբանությամբ։ Սա ընդհանուր պատկերը ներկայացնելու համար մեր համագործակցությունը այս ամենը իրականացում է ներկայումս փաստաթղթային շրջանառության միջոցով, արձանագրությունը հնարավորություն է տալու նաև էլեկտրոնային փաստաթղթաշրջանառություն ավելացնել այս գործընթացին։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Կարող եք զբաղեցնել ձեր տեղը։ Հարգելի գործընկերներ, հարցի քննարկումը ավարտվեց։ Այժմ քննարկում ենք կառավարության կողմից ներկայացված պետական վերահսկողության ծառայության մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարց։